Ողջույն սիրելի հետևորդներ, այսօր շաբաթ է, արձակուրդային շաբաթ է, արձակուրդները սկսվել են և գնում եմ հանդիպման իմ ընկերուների հետ, շատ շոկ տակ հաճելի եղանակ է, միգուցե ես հետո շոկ եմ, բայց ստվերում քամի է, կարճ ասած, կարոտել եմ հանդիպման, շփման և ուրախ բարձր տրամադրությունով հիմա գնում եմ։ Տեսնենք ուր կգնանք, կարծում եմ կմիանամ ընթացքում ձեզ հետ, թե առայժմ կհանդիպենք։ Ահա և քաղաքում տոն է, ամեն ուր, ամեն անկյունում, մեքենաներ չեն անցում շաբաթ օրերը քաղաքի փողոցներով և կոնսերվատորիայի ուսանողները արդեն սկսել են իրենց համերգային շրջանը։ Շատ պայծառ և արևոտ եղանակ է, ահա դուք ինքներդ եք տեսնում, մարդիկ թեթև հագնված են, բոլորը դրսում են, նաև տուրիստներ։ Քաղաքը տոնական եռուզեռի մեջ է և 26-ից, ապրիլի 26-ից արդեն տոնակատարություններ են լինելու ամբողջ քաղաքում։ Մենք կարծում եմ էլի միասին կմասնակցենք, ահա և մեր քաղաքի գլխավոր հրապարակը։ Հանդիպել ենք, սրճանում նստել ենք, տեսեք տղաները ինչ քեֆ են անում հարսանիքից առաջ։ Պատրաստել եմ մի հիասքանչ աղցան բրոկոլիով, առանձին տեսանյութը կլինի իմ եթերում, առողջարար վիտամիններով հարուստ, արագ պատրաստվող մի հրաշալի աղցան եմ ներկայացնելու։ Սիրելի հետևորդներ, հուսով եմ բոլորդ լավ եք, այսօր կիրակի է և ծաղկազարդի կիրակին է։ Ես էլ գնում եմ եկեղեցի, մի քիչ պատարագին կմասնակցեմ և եթե ինձ էլ մնացած լինեն ճյուղեր կվերցնեմ, անցած տարի չկարողացա ձեռք բերել։ Եվ այս տարի համընկել եմ բոլոր եկեղեցիների զատիկի օրերը, դե բնականաբար նաև ծաղկազարդի օրերն են համընկել և այսօր գնում եմ հենց այդ տոնը նշելու։ Տոն է, ինչու է տոն համարում, որովհետև հենց այս օրը Հիսուսը էշի վրա նստած մտել է Երուսաղեմ։ Առաքելական եկեղեցում սա նշվում է որպես մանուկների տոն, զարդարում են ճյուղերով եկեղեցին, հիմնականում ուռենու ճյուղերով, իսկ այստեղ ուռենու ճյուղեր չի լինում կաթոլիկ եկեղեցում, այլ չգիտեմ ինչի ճյուղեր է, եթե լինի կնկարեմ, ցույց կտամ, չնայած արդեն քանի տարի է, որ ես վլոգներ եմ անում, հաճախում եմ և միշտ հենց այսօրը համընկնում է վլոգների եթեր ուղարկելու հետ, այսինքն այդ ամենը դուք տեսնում եք։ Ինչև է տոնական այսօրը, այդ խորհրդանշական տոնը, որ մարդիկ ճյուղերով այդպես դիմավորել Հիսուսին, դա էլ խորհրդանշական է, որ ինքը անցել է այդ տառապանքի օրերը, որից հետո ինքը մտել է և նրան հավատացել են։ Բնականաբար մենք որ կենտրոնում ենք ապրում, մի քանի եկեղեցի մեզ մոտ է և այդ զանգերի ձայնը առավոտից լսվում է, ազդարարում են, որ այսօր տոն է, շատ երկար են զանգերը խփում։ Ես էլ դուրս եմ եկել, հին քաղաքով եմ գնում, որոշեցի հին քաղաքի այս տաճարը գնալ և մարդիկ տեսնում եք քիչ են, հիմա կարծում եմ տաճարում շատ ավելի մարդ կլինի։ Թվում է թե հավատացյալ չեն եվրոպացիները, բայց չէ, տարիքային սահմանափակում չկա։ Մի խոսքով սիրելիներս, գնանք տեսնենք ինչ է սպասվում եկեղեցում և հետո նորից կմիանամ ձեզ, առայժմ լավ մնացեք։ Գիտեք չէ, որ այստեղ իրար ձեռք բռնած են քայլում, ինձ համար զարմանալին այն է, որ մեծ տարիքում են այդպես ջերմ իրար ձեռք բռնած քայլում, որը շատ ուսուցողական է և ձեզ մի բան ասեմ, եթե այս տարիքում իրար հետ են, ուրեմն իրականում իրար սիրում են, այստեղ չկա կուլ գնալու, համբերելու նման բան, ընտանիքը պահելու այդ տարբերակով, չեն սիրում իրար, հեռանում են։ Եթե այս տարիքում իրար հետ են, նշանակում է դեռևս նրանք իրար սիրում են։ Կարծում եմ լսվում է ոչ զանգերի ձայնը։
Ահա, մոտենում եմ եկեղեցուն, ավելի ճիշտ տաճար է կոչվում։ Նման մեծ զամբյուղներ են դնում մի քանի տեղում եւ մարդիկ այսպես ջոգում են, ես էլ եմ փորձում ջոգել։ Ահա իմ ճյուղերը։ Արարողությունը տեղի ունենում տաճարից դուրս։ Հիմնական գլխավոր մուտքի այս մեծ դարպասների դիմաց են կանգնել եկեղեցականները, մի քանի զամբյուղներ էլ բերեցին, մարդիկ ճյուղեր են վերցնում, ահա եւ պատրաստվում են, զանգերի ձայնը երևի սպասում են դադարի եւ իրենք սկսեն։ Սա էլ տեսքը դիմացից, տեսեք ինչքան բարձր է տաճարը, եզակի տաճար է, քարը ներսից ցույց կտամ եւ կտեսնեք ու կզարմանաք։ Par une vie de charité, par une prière plus fervente pour célébrer le grand mystère de Jésus mort et ressuscité. Nous sommes rassemblés ce matin avec toute l'Église pour célébrer, pour commencer à célébrer la célébration du mystère pascal de notre Seigneur, son passage de la mort à la vie, sa passion et sa... Hosanna au plus haut des cieux. Hosanna, Hosanna, Hosanna au plus haut des cieux. Béni soit celui qui vient au nom du Seigneur. Hosanna, 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 Hosanna au plus haut des cieux. Prions le Seigneur, Dieu éternel et tout. Այս տարի ճիշտ ժամանակին է եղել, այս մուտքի մտնելու արարողությունը միշտ բաց էի թողել փաստորեն։ Հիմա մտնում են եկեղեցի եւ արդեն կսկսվի պատարակը։ Ֆրանսերեն ինքը բացատրում էր այն ամենը, ինչը որ ես հայերեն ասեցի, որ ծաղկազարդը հիշեցնում է այն օրը, երբ Հիսուսը էշի վրա նստած մտնում է Երուսաղեմ եւ մարդիկ նրա ճանապարհը ծածկում են ձիթեն ու արմավեն ու ուռեն ու ծաղկած ճյուղերով գետրին են լցնում, այդպես երկի համապատասխան թափահարում են, դիմավորում են եւ մանուկները նույնպես, երեխաները նույնպես գոռում են, գոչում են Հոսանա, Հոսանա եւ սա Հիսուսի որպես Մեսիա ճանաչման խորհրդանիշներ։ Իսկ ուռենու ճյուղերը հայերիս համար խորհրդանշում է որպես նշան խաղաղության, կյանքի եւ վերածննդի։ Պատարակը անելուց վերջացնելուց հետո նորից եկեղեցականները այսպես շքերթով, ինչպես մտան, հերթով, քայլելով դուրս են գալիս, նույն տեղը քայլում են աստիճաններով եւ արդեն այն սկիզբը, որ ես ցույց տվեցի այս տաճարը մտնելիս աջ կողմում, իրենք գնում են այդ կողմը, շատ հետաքրքիր ձևով են իրենք ավարտում, դա միշտ տեսել եմ ու դուր է եկել։ Հիմա մարդիկ փնտրում են նստատեղ, եկեղեցին տեսնում եք, որ ինչքան շատ մարդկանցով է լեցուն եւ ես մի քիչ լսելուց հետո առաջ եմ շարժվում այս հրաշք տաճարով։ Հաճելի է լսել նման երաժշտությունը,
Դե հիմնականում այստեղ մարդիկ են մասնակցում, արդեն ասեցի, եւ գնում եմ Մայրամաստվածածնի այն գյունը, որտեղ էլ որ ուզում եմ մոմ վառել։ Եթե հիշում եք, անցած անգամ ես եկեղեցում եղա եւ ձեզ ասեցի, որ այնտեղ մոռացել էին լուցկի կամ որևէ մոմ դնել, որով որ մենք կարող ենք մեր մոմերը վառել։ Նախկինում մի քանի տարի առաջ, երևի վերջին 2 տարին է, որ այստեղ մոմ են դնում։ Մինչ այդ մոմից մոմ էիր դու վառում, չնայած հիմա էլ է այդպես, չգիտես ում կրակից ես քո կրակը կպցնում, բայց դե էլի լավ է, որ գոնե առանձին մոմ են դնում։ Հիմա ես կնայեմ, համոզված եմ, որ կլինի եւ կվառեմ իմ մոմը։ Գները տարբեր արժեքների են, ես գրեթե մշտապես նույն մոմից եմ վերցնում։ Ահա տեսեք ինչքան շքեղ է այս տաճարը, հիմա շրջում եմ եւ այն դարպասը, որ ասեցի ներսից ցույց կտամ, տեսեք ինչ շքեղ է, ինչ գունավոր պատկեր է ստացվում ներսից, սևը նման գույնի, շատ տարբերվող տաճար է այս տաճարը։ Սիրելի հետևորդներ, համոզված եմ, որ այսօր բոլորդ էլ եկեղեցիներում եք եւ նշում եք Ծաղկազարդի տոնը։ Ես բոլորիդ շնորհավորում եմ այս տոնի կապակցությամբ եւ թող այսօրվանից բոլորի տներում օրհնություն լինի, բոլորդ օրհնված լինեք։ Թող Աստծո աջը միշտ ձեր ընտանիքի վրա լինի, հաջողություններով ու հաղթանակներով լեցուն լինի ձեր կյանքը։ Բոլորիդ առողջություն եմ մաղթում։ Եկեղեցուց դուրս եկա, տեսեք, դիմացի հատվածներում սրճարաններ են, բայց մարդ չկա։ Մեծ մասը այստեղ են կամ դեռ չեն եկել, կարելի ասել։ Հետաքրքիր է նաև, որ հենց այս պահին, որ ես նկարում եմ, աշխարհի բոլոր քրիստոնեական եկեղեցիներում հենց հիմա պատարագ է գնում։ Բոլորը ուղղափառը նշում է, առաքելականը նշում է, կաթոլիկը նշում է։ Ես էլ դե շատ երկար չմնացի, այստեղ մի քիչ պատարագ ուրիշ կարգով է լինում, ժողովուրդն է ավելի շատ մասնակից, երգողը, իրենք առաջնորդում են, մի խոսքով մոմն էլ վառեցի, դուրս եկա, տեսակ ինչքան շատ մարդ կար եւ անդադ գալիս էին ու գալիս էին։ Մի խոսքով գալիս էին երեխաների հետ անգամ, դե կախված ընտանիքից հավատքը տարբեր է լինում։ Ամեն դեպքում ես սիրում եմ, կարևոր չէ, որ կաթոլիկ եկեղեցի է, հաճախ չեմ մտնում, բայց երբ մտնում եմ, մոմ եմ վառում, հանգստացած մի տեսակ դուրս եմ գալիս։ Ինձ դուր է գալիս եկեղեցի հաճախելը։ Դե հիմա, քանի որ այս թաղամասում եմ, գնամ այստեղի շուկան, Վիոլիլի շուկան, չգիտեմ, տեսնեմ ինչ կա, դդում եմ ուզում գնել։ Երեկ էլ չկարողացա ձեզ հետ միանալ սիրելիներս, որովհետև այնքան բուռն էր մեր սրույցը։ Երկար ժամանակ չէինք տեսել, մեկ էլի հունվարին էինք հանդիպել։ Որոշեցինք հաջորդ անգամ ավելի շուտ հանդիպենք, որ այդքան ժամանակ չանցկացնենք։ Չնայած հաճելի էր, մինչև 6:30 միասին են եղել, պատկերացնում եք։ Դրա համար նույնիսկ մոռացել էի, որ պիտի ես միանայի ձեզ։ Բա երեք այդպիսի լավ օր ունեցա, այսօր էլ այս հրաշք օրն էր, Ծաղկազարդի տոնը, որ Հիսուսը գալիս է Երուսաղեմ, այդ ձիթենու ճյուղերով են հիմնականում դե դիմավորել, դե որոշ տարածքներում, որ ձիթենու ճյուղեր չկա, ուրիշ ճյուղեր են, դուք տեսաք թե ինչ ճյուղեր, իսկ եկեղեցուց դուրս որ եկա, այնտեղ երկու մեծ ավելի լիք զամբյուղներ էին դրած, փոխեցի ճյուղերս, եկեղեցու ներսում երևի երեք էին լցրել կամ շուտ մի քիչ չորացած էր, հեսա, լավ է, չէ, երեք ճյուղ է ընդհանրապես սա, այսքան առատ է, դե չգիտեմ, ես սիրում եմ, տանում եմ, թողնում եմ, մինչև տրնդեզի օրը այս ճյուղերը վառում եմ, չգիտեմ դուք ինչպես եք անում, կգրեք կիմանամ,
Այսպես սիրելիներս, դե մյուսը արդեն կիրակել Զատիկն է, Զատիկի հետ կապված բավականին կատրահունցեր ունեմ, կտեղադրեմ կնայեք, Զատիկի ձու ներկելու շատ հետաքրքիր ձև կա այլի կտեղադրեմ կնայեք, չնայած ես միշտ կողմնակից եմ սոխիկը ճեպով, բնական էլի այդպես նյութերով, ամեն դեպքում դա էլ շատ հետաքրքիր տարբերակ է, կտեղադրեմ կնայեք, պատրաստեք, դե բերնձով փլավը պարտադիր պիտի պատրաստեմ, օրը կգա կտեսնեք ձուկը, այսպես սիրելիներս հիմա դուրս կամ եկեղեցու տարածքից եւ արդեն փողոց մտնեմ։ Մեր քաղաքում տուրիստները երբեմն նման մեքենաներ են վարձում եւ ամբողջ քաղաքը պտտվում են, դիտում են, հատկապես հին քաղաքում շատ հարմար են այս փոքր մեքենաները, ահա եւ այս հին քաղաքի շուկան, որը գտնվում է կոնսերվատորիայի հրապարակում, ամենաշատ վաճառվող այստեղ ծաղիկներն են, 6 կետ կար, որտեղ վաճառում էին ծաղիկներ, որոնք գրեթե իրարից էլ տարբերվում էին, կարելի ասել, գները մոտիկից ցույց տամ, տեսեք ինչ գներ են եւ մյուս կողմն անցնեմ, զարմանալի էր, որ տեսա նաեւ յասաման, յասամանը փաստորեն բացվել է, քաղաքի ներսում այդքան շատ բուսականություն չկա, նու ծառեր բացակայում են, այդ իսկ պատճառով տեղյակ չեմ, որ սեզոնը երբ է գալիս, ես յասամանը շատ եմ սիրում, եւ ահա իմ ճյուղերից, չգիտեմ ինչ է անունը, վաճառում են, սրանք փաստորեն թփեր են, որոնք միշտ փողոցների երևի ծաղկանոցների եզրերն են այդպես շրջափակում, ահա իմ ուզած դդումներից կա, շատ հաճելի լավ եղանակ է, որոշեցի տուն չգնալ, նստել սրճարանում, վայելել սուրճս, զանգել եմ Կարենին, Կարենն է կգա, գնումներ ենք արեք, կոգնի կդանենք տուն, ինքր կնստի, մի քիչ կվայելենք, խաղաղ է, քամի չկա, հանգիստ է շատ, չարժե շտապել տուն, մի քանի րոպե անցկացնենք այստեղ, եթե ինքը կհամաձայնի, այստեղ լիր քաղաքի պատմության թանգարան է կա, ինձ հետ կմտնի թանգարան, եթե ոչ, ինքը իմ առևտուրը կդանի տուն, ես կմտնեմ թանգարան ձեզ հետ միասին, այսքանը սիրելիներս, հիմա ես գտնվում եմ թանգարանի բակում, տեսեք ինչքան հին շենքեր են եւ ինչքան գունագեղ, չէ, սիրուն է շատ, այս դեղին շենքը, ձախ կողմին, որ սկզբում ցույց տվեցի, ահա, 1724 թվականին է կառուցվել, սա էլ մուտքն էր, այս կամարի միջով ես մտա այստեղ եւ կամարի վերևում տեսեք էլի գեղեցիկ, կարմիր, հատուկ ճարտարապետական ոճով շենքեր են, այցելեք լիր քաղաք եւ դուք շատ կհավանեք այն, թանգարանի ներսն է, տեսեք ինչ աշխատանքներ են կատարում, փաստորեն այս շրջանում հիմնականում բոլոր թանգարանները նոր աշխատանքներով, նոր գործերով են լցնում դասավորում, այստեղ էլ նույնն էր, փակ է այս պահի դրությամբ, ես է զարմացա, որ մարդ չկար, կամին էլի բարձացել է, շատ ճիշտ արեց Կարենը, որ չմտավ, հիմա որ գնամ ասեմ կծիծաղի վրաս, այսպիսի շրջան է ինչ հարած, այս շրջանում նոր գործերով են լցնում թանգարանները, մի քանի օր առաջ էլ մեկ այլ թանգարան էր, էլի փակ, տեսափոքր թանգարան է, ընդհանուր էր փակ, մի խոսքով գնացինք տուն, բոշություն չեմ անում, առաջարկում եմ ինձ հետ զբոսնելով գնալ դեպի տուն, քանի որ շատ քիչ մարդ կա այս հատվածում, ուստի շատ հարմար է նկարել եւ ձեզ ներկայացնել բազմազան ճարտարապետական ոճերով այս հրաշալի կառույցները, շենքերը, մեկը մյուսից տարբերվող, բայց իրար կողքի, տարբեր գույներով, տարբեր ոճերի, բայց միևնույնն է իրենք դա չեն քանդում։ Իսկ այս շենքը տեսեք,
միշտ տարբերվող է, միշտ վերանորոգում են, գույները թարմացնում եւ տուրիստների համար ամենահարմար տեղն է հին քաղաքը։ Առաջ շարժվեմ այս հատվածով, հիմա փողոցը կանցնեմ եւ մյուս կողմի էլի գեղեցիկ շենքերը ձեզ կցուցադրեմ, կարծում եմ դուր կգա։ Դե սիրելի հետևորդներ, զբոսնեք միասին եւ առաջ շարժվենք։ Ուշադրություն դարձրեք թե փողոցին, թե մայթերին, տեսեք, որ ինչ քարերով է։ Սալահատակներ են, դրա համար էլ մշտապես ես բողոքում եմ, որ հնարավոր չէ այստեղ բարձրակրունկներով քայլել, այն էլ շտապելիս։ Հիմա այդ հատվածից դուրս եկար, այս փողոցը կանցնեմ եւ արդեն մեր տունն է։ Նորից գարուն է, կանաչած են ծառերը, այս փոքրիկ հատվածներում ցավոք յասամանի ծառեր չկան։ Ասում են, կակաչը ծնվել է միջասված խոստումից։ Երկու սիրահարված հոգի մի գարնանային օր իրար հանդիպեցին կակաչների դաշտում։ Նա քամու պես անհանգիստ, միշտ ճանապարհին, իսկ նա միշտ խաղաղ ու հանգիստ, երազանքի պես։ Նստեցին խոտերին եւ նա խոստացավ վերադառնալ։ Ամեն գարուն կակաչների հետ քեզ մոտ կգամ, շշնջալով նա դիպավ մի դեղին ծաղիկի։ Ժամանակը անցավ, իսկ նա այդպես էլ չվերադարձավ։ Եվ աղջիկը, կակաչների դաշտի միակ բնակիչը, ամեն գարուն դուրս էր գալիս նրան դիմավորելու կակաչների հետ միասին։ Ամեն ինչ կրկնվում էր նույնը, կարծես առաջին անգամ։ Կակաչները նույնն էին, բայց նա ոչ։ Եվ մարդիկ ասում էին, որ նրա սպասումից է ծնվել կակաչի դեղին գույնը։ Երբ կտեսնես դեղին կակաչ, հիշիր, որ սերն անտեսանելի է, բայց միշտ այնտեղ է, երբեմն որպես դեղին կակաչ։ Հետևորդներ, արդեն տոնն եմ։ Լավ ճամփորդեցինք, չէ՞։ Հիմա ձեզ ցույց կտամ իմ գնումները, ճյուղերս արդեն տեղավորեցի, ցույց կտամ որտեղ տեղավորեցի եւ ձեզ կմաղթեմ բարի Կիրակի, բարի Ծաղկազարդ եւ կարծում եմ կհասցնեմ, որ տեսանյութը հենց այսօր էլ դուք դիտեք Կիրակի օրով, բայց մինչ ավարտելու ուզում եմ մի քանի խոսքով ամփոփել այսօրվա տեսանյութը, որտեղ որ դուք լսում էիք Օզաննա, հայերեն Օսաննա, որը եբրայերեն թարգմանությամբ փրկիր մեզ, ոնց որ հենց հիմա փրկիր, կամ որ գոռում էին Օսաննա, նշանակում է նաև, որ Տիրոջ անունով եկավ մեզ փրկելու։ Հենց այդ բառերն էիք դուք լսում այնտեղ եւ ճյուղերը այդպես թափահարում էին։ Իսկ արդեն ասեցի, որ առաքելական եկեղեցում էլ նշվում են մանուկների որպես կարգելու, նաև երևի այսօր հավանական է, այ հաստատ չգիտեմ դուք դա ինձ կասեք, նաև կնքելու օրն է երևի, այսօր հարմար է կնքելու որպես օր, չգիտեմ, կգրեք կիմանամ, ես այդքան էլ շատ տեղեկացված չեմ, ես իմ ընդհանուր գաղափարներն ունեմ կապված մեր կրոնի հետ, հավատքի հետ։ Մի խոսքով սիրելիներս, բոլորիդ մաղթում եմ քաջ առողջություն, բոլորիդ մաղթում եմ երջանկություն, բարի Ծաղկազարդ սիրելիներս, լավ մնացեք, առողջ մնացեք ինձ հետ, պաչիկներս բոլորիդ, ես էլ անցնեմ իմ գործերին, կհանդիպենք։ Նոր կյանքի լավ սկիզբ են ազդարարում, օրհնված եղեք։ Դդում, այս տիպի այս անգամ գնեցի, կիլոգրամը 250 էր, սա իմ այդ ճյուղերն են, նեխուրն էր զարմանալի էր, որ այդեղ այս կապը 1.50 էր, և սունկ։ Բոլոր մարդիկ եկեղեցուց ճյուղերը տանում են տուն որպես օրհնության նշան։ Ես նույնպես հավատում եմ սրան և իմ ձեռք բերած ճյուղերով միշտ ինձ խաղաղ եմ զգում։ Այս տարվա ճյուղերս էլ այսպիսին են։ Համոզված եմ դուք էլ եք ճյուղեր տարել, օրհնված լինեք, կհանդիպենք։